Երևանի քաղաքապետարանը առավոտից սկսել է ապամոնտաժել Վարդանանց փողոցում գտնվող գնուն ու շուկայի տաղավարները։ Ըստ Երևանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանի, ապամոնտաժելուց առաջ 3-ից 4 ամիս բանակցություններ են ընթացել տնտեսվարողների հետ, ու ապամոնտաժման հիմնական պատճառը փողոցի երթևեկության ծանրաբեռնվածությունն է։ Արդեն շուրջ 3-4 ամիսա բանակցություններ են գնում, տնտեսվարողները բոլոր հետ խոսել ենք, իրազեկել ենք նախատեսվող աշխատանքների մասին եւ իրենց նաեւ խնդրանքն է բավարարվել, որպեսզի իրենց հնարավորություն եւ ժամանակ տրամադրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, որից հետո իրենց արդեն ապրանքները կտեղափոխեն, կրպակներն ու տաղավարները կազատեն, որից հետո մենք իրականացնենք քանդման աշխատանք։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում։ Առաջին ատյանի դատարանի վճիռը օրինական ուժ է ստացել այն բանից հետո, երբ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Ջալալ Հարությունյանի փաստաբանի ներկայացրած բողոքը։ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել պարտականությունների կատարմանը վերաբերող զանցանքների մասով եւ դատապարտվել ավելի քան 5 տարվա ազատազրկման։ Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Երևան։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ դեռ հաստատված չեն, ցամաքային սահմանը փակ է։ Հայ-թուրքական բանակցությունները ընթանում են արդեն 3 տարի, սակայն դեռ կոնկրետ պայմանավորվածություններ չկան սահմանների բացման ժամկետի եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Քաղաքացիների մեքենաները Տուգանային հրապարակում թալանում են։ Զանգել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը բարդակ է որակել ոստիկանության աշխատանքը եւ բերել մի օրինակ, երբ մեքենան 10 ամիս գտնվել է Տուգանային հրապարակում, այն կողոպտել են, պետհամարանիշը հայտնաբերվել է Մայրուղում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը, միայն թե այս անգամ Թրամփը չի կարողացել մտաբերել, թե Ադրբեջանի ղեկավարից բացի երկրորդ երկրի Հայաստանի անվանումը կամ նրա ղեկավարի անունը։ Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը եւ մյուս տղան հիանալի տղա է։ Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը։ Ֆիլիպիններում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Աղետի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ, 147-ը վիրավորվել։ Երկրաշարժը մեծ վնաս է հասցրել մշակութային ժառանգությանը, մասնավորապես զգալիորեն տուժել է Սանտա Ռոզա դե Լիմայի պատմական թեմական սրբավայրը, որը կառուցվել է 1886 թվականին։ Կադրերում երևում է, որ պատմական շենքը փլատակների է վերածվել։ Երկրի իշխանությունը հայտնել է, որ տարածաշրջանում վնասվել է 22 շենք, իսկ Բոգոյում եւ Սան Ռեմիգիոյում փրկարարական աշխատանքները խոչընդոտվել են հետցնցումների եւ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության է եկել իսրայելցի գերիների ազատման եւ պատերազմի բոլոր նպատակներին հասնելու շուրջ։ Միաժամանակ Վաշինգտոնը հրապարակել է Գազայի համար նախատեսված նոր համապարփակ առաջարկ, որը ներառում է անհապաղ զինադադար, բոլոր գերիների ազատում 72 ժամում եւ մարդասիրական օգնության ապահովում։ Այս ծրագիրը նախատեսում է նաեւ համաներում Համասի անդամների համար եւ միջանկյալ կառավարման մարմնի ստեղծում Դոնալդ Թրամփի գլխավորած խաղաղության խորհրդի վերահսկողությամբ։ Թրամփի հերթական ծրագիրը ուրվագծում է նաեւ Պաղեստինյան պետության ստեղծման հնարավոր ուղին։ Նեթանյահուն աջակցություն է հայտնել ծրագրին, բայց զգուշացրել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները, եթե Համասը մերժի առաջարկը։ Այս ամենի հետ զուգահեռ Համասի պաշտոնյա Մահմուդ Մարդավին նախապես հայտարարել է, որ ցանկացած նախաձեռնություն, որը կմերժի Պաղեստինյան պետականությունը, ամբողջությամբ կմերժվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը։ Վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ Սենատը եւ Կոնգրեսը չեն կարողացել համաձայնության գալ եւ հաստատել կառավարության բյուջեն։ Ֆինանսավորման վերջնաժամկետը լրանալուն պես հանրապետականներն ու դեմոկրատները անմիջապես սկսել են միմյանց մեղադրել կառավարության աշխատանքի դադարեցման համար։ Հանրապետականները պնդում են, որ դեմոկրատները պետք է պարզապես համաձայնեն ֆինանսավորման ժամկետը երկարաձգել եւս 7 շաբաթով։
Էքսպերտներն էլ մեղադրում են նախագահ Դոնալդ Թրամփին եւ հանրապետականներին քաոս ընտրելու եւ բանակցություններից հրաժարվելու համար։ Բյուջեն չհաստատելու պատճառը մատչելի առողջապահական ծառայությունների մասին օրենքն է, որը նախատեսում է նաեւ միգրանտների առողջապահական ապահովագրության ծախսերի հոգում։ Հանրապետականները դեմ են դրան։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ կառավարության բյուջեի չհաստատման պատճառով դեսպանատան ծառայությունները կսահմանափակվեն։ Արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները կշարունակվեն, քանի դեռ իրավիճակը թույլ կտա, գրված է դեսպանատան հաղորդագրությունում։